Փառք Տիրոջը, սիրելիներս, այնքան հաճելի է ձեր մեջ լինել, այնքան հաճելի է այս ժամանակ այստեղ ամեն մեկիդ սիրտը, ամեն մեկիդ նվիրվածությունը երևում է, Տերը շատ օրհնի ձեզ, ամեն։ Մի խոսք կա սրտիս մեջ, որ այսօր կիսվելու եմ քեզ այդ թանկագինս, բայց մինչ կանցնեմ պատգամին, ուզում եմ պատգամը սկսեմ մի պատմությունով։ Մի մարդ քայլում էր և տեսավ 3 քանդակագործներ քարի վրա աշխատում են, ինչ որ բան են քանդակում, մոտենում առաջինին և հարց է տալիս, ասում է, ինչ ես անում, ասում է, չես տեսնում, քար եմ քանդակում, մոտենում է երկրորդին, ասում է, եղբայր, ինչ ես անում, ասում է, փող եմ աշխատում, սա իմ աշխատանքն է երեխաներիս համար, կերակուրը մեր ապրուստը այսպես եմ վաստակում, մոտենում է երրորդին, ասում է, եղբայր ջան, դու ինչ ես անում, ասում է, թանկագին մարդ, մեծ եկեղեցի եմ կառուցում, ամեն, գիտեք, երեքն էլ նույն գործն են անում, բայց ամեն մեկի արածի մեջ կա յուրահատուկ նպատակ, և սրանով ենք մենք տարբերվում, սիրելիներս, մենք այստեղ ինչ ենք անում, ինչ ենք անում, ով սիրելի Աստծո մարդ, ինչ ենք անում այստեղ, գիտեք, մենք ամենքս էլ նույն պրոցեսի մեջ ենք հիմա, բայց ես հավատում եմ, որ մեզանից ամեն մեկը այն քանդակագործի նման, իր որպես կենդանի քար Աստծո տան մեջ իրեն է կերտում, ամեն, որ մենք իրար հետ համախմբված լինենք Տիրոջ տաճարը, փառք Հիսուսին, ուրեմն, առաջին Պետրոս 2 գլխի 5 խոսքում շատ հետաքրքիր հատված կա, որը կապվում այս առակի հետ, սիրելիս, ինչ ասում Տիրոջ խոսքը մեզ, առաջին Պետրոս 2 գլուխ 5 խոսք, ինչ ասում Տիրոջ խոսքը, ասում է դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, Սուրբ քահանայություն, որ հոգևոր պարգևներ մատուցեք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Տեսեք Տիրոջ խոսքը մեզ ինչ ասում, դուք էլ կենդանի քարերի նման կառուցվեք որպես հոգևոր տաճար։ Ամեն։ Մենք այսօր ամեն մեկս սիրելիներս ոչ միայն այստեղ կառուցում ենք, համախմբված ենք որպես եկեղեցի, բայց Տիրոջ խոսքն ասում է, որ մեզանից ամեն մեկս մենք մեզ ենք կերտում որպես Սուրբ Հոգու կենդանի տաճար եւ որպես ընդհանրական եկեղեցու կենդանի քար, ամեն, եւ ինչպես ենք դա անում։ Ես այսօր ուզում եմ խոսալ հենց այս թեմայով, ամեն, մի հրաշալի խոսք է Տերը առավոտյան դրել սրտիս մեջ, գիտեք այն խոսքը, որ առավոտյան Տերը դրեց սրտիս մեջ ուղղակի ինձ հալածրեց, ես համոզված եմ, որ այդ ներգործությունը մենք այստեղ ունենալու ենք։ Մի բան կա, որ Աստված այսօր ուզում է մեր սրտի հետ խոսա, սիրելիներս, և դա այնքան հրաշալի է, ուրեմն Եփեսացիների 4 գլխի առաջին խոսքից մենք հետևյալ խոսքերն ենք կարդում, մինչև 6-րդ խոսքերն ենք կարդալու, արտաղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար կապվածս, որ այնպես գնաք, ինչպես որ կվայելի այն կոչումին, որի մեջ կանչվեցիք։ Պողոս առաքյալը լինելով այդ ժամանակ բանտարկված, Եփեսացիների եկեղեցուն մի ուղերձ է ուղարկում։ Եվ գիտեք ուղերձի մեջ գլխավոր միտքը սա է։ Այն կոչումի մեջ, որ կանչվել եք, դրան համապատասխան գնացեք։ Մենք հիմա կարդալու ենք շարունակության մեջ գրվում է, ինչ կարևոր կետեր կա այդ կոչումին համապատասխանելու համար։ Բայց գլխավոր միտքը սա է, մենք կանչված ենք սիրելիներ, մենք կանչված ենք լինելու յուրահատուկ կոչման մեջ, ամեն, յուրահատուկ կոչման մեջ, այսօրվա պատգամիս վերնագիրը կոչվում այսպես, կոչում, որի մեջ կանչվեցինք։ Շարունակության մեջ մանրամասնում է Պողոս առաքյալը, ասում է ամեն խոնարհությունով և հեզությունով և երկայնամտությամբ, սիրով, իրար համբերելով,
Ջանալով հոգու միաբանությունը պահել խաղաղության կապովը։ Մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես կոչվեցաք էլ ձեր կոչումի մեջ, մեկ հույսի մեջ, մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Աստված եւ ամենի Հայրը, որ ամենի վրա է եւ ամենի հետ եւ ձեր ամենքի մեջ։ Գիտեք, Պողոս առաքյալը խոսում է 7 յուրահատուկ, առանձնահատուկ բնավորության գծերի մասին եւ 7 Աստված պաշտության, հավատքի 7 սյուների մասին, որոնք եկեղեցու մեջ պարտադիր պայման են, սիրելիներ, որի վրա մենք կառուցվում ենք, ամեն, որի մեջ կանչված ենք լինելու, եւ այդ 7 կետերը սրանք են. խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, սեր, համբերություն, միաբանություն, խաղաղություն։ Ես շատ այս կետերի վրա չեմ կանգնելու, որովհետև մենք ամեն այս կետի բացատրությունը գիտենք, մենք հասկանում ենք խոսքը ինչի մասին է։ Ամեն։ Բայց սրանք կարևոր բաներ են մեր կյանքում, սիրելիներ։ Գիտեք, մի այսպիսի միտք տամ։ Երբ որ ես խորում եի այս կետերի մասին, մի այսպիսի խորհուրդ բարձրացավ սրտիս մեջ։ Մենք ապրում ենք հավիտենական հույսով, ճիշտ է, հավիտենական կյանքի հույսով։ Եվ մենք գիտենք, կարճ ժամանակ հետո Տերը կգա իր եկեղեցու ետևից։ Մենք հավատում ենք հազարամյա թագավորությանը, որ Տերը երբ որ գա, իր թագավորությունը երկրի վրա հաստատի, ի՞նչ է լինելու։ Աստծո սրբերը նրա հետ թագավորելու են 1000 տարի։ Դուք ասես Հովիվ ջան, իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու։ Հովանեսը հայտնության գրքի մեջ գրում է դրանից հետո ինչ է լինելու։ Ասում է, երբ որ 1000 տարին լրացավ, մի փոքր փորձություն կլինի մարդկության համար, եւ որից հետո կատարյալները, վերջնական արդարները կմտնեն հավիտենական կյանք, եւ Հովանեսը նկարագրում ասում է, այլևս չկար այս հին աշխարհը, չկար երկինքն ու երկիրը, ասում է, տեսա երկնքից նոր երկինք իջնող եւ նոր երկիր, եւ այնտեղ կլինի Աստծո փառք, Աստծո ներկայությունը իր ժողովրդի մեջ, Տիրոջ խոսքն ասում է Աստծո խորանը մարդկանց մեջ, եւ մենք հավիտյանս հավիտենից Տիրոջ ներկայության մեջ կլինենք։ Բայց գիտեք, մինչ այստեղ հասնելը մի կարևոր պատգամ կա, որ ուզում եմ ասել, սիրելիներ։ Եթե մենք ձգտում ենք եւ հավատում ենք Աստծո թագավորությանը եւ մենք մեզ համարում ենք այդ թագավորության մի մասնիկը, ինչպես կարելի է երկրի վրա այս ժամանակի մեջ մենք չփոխենք մեր էությունը, նմանվելով մեր Աստծուն, ինչպես նրա էությամբ չձուլվենք մենք եւ դառնանք նրա թագավորության մի մասնիկը։ Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, ոչ մի անօրենություն գործող Տիրոջ արքայությունը չի ժառանգելու։ Հետևաբար մեզ տրված այս ժամանակը, որ մենք մեզ վրա աշխատենք, որ մենք որպես Աստծո կենթանի տաճարի քարեր ինքներս մեզ կերտենք Աստծո հոգովը, ամեն, եւ դա կստացվի մեզ մոտ, որովհետեւ մենք մենակ չենք դա անում, Սուրբ Հոգին է օգնում, որ ձևավորվենք, որ փոխվենք։ Գիտեք, երբ որ սրտանց կանգնում ես աղոթքի եւ դու քո ներսում հայտնաբերել ես ինչ որ բաներ, բնավորության մեջ գծեր, որոնք փոփոխման ենթակա են, գիտես, ով վերապրել է կարող է հաստատի, որ կանգնում ես աղոթքի, կանգնում ես պայքարի, ինքդ քեզ դեմ, քո բնավորության դեմ եւ տեսնում ես Աստված ինչպես է օգնում քեզ։ Թե ինչպես է քո բնավորության մեջ փոփոխություն տեղի ունենում, ինչպես է քո մտածողության մեջ փոփոխություն տեղի ունենում, քո սրտի դիրքի մոտիվներիդ մեջ ինչպես է փոփոխություն տեղի ունենում։ Ամեն, որովհետև Աստված ցանկանում է մեր փոփոխությունը, սիրելիներ։ Եվ այս 7 հետաքրքիր կետերը ձևավորում են մեզ որպես Աստծո տաճար, որպես Աստծո մարդ, ամեն, հրաշալի է, չէ, պատկերացրեք, եկեղեցին միաբան է այս 7 կետերի մեջ,
Եվ մեզանից բոլորս մեր ներսում մենք կրում ենք այս արժեքները։ Մեկից մոտ մի քիչ բարձր, մեկից մոտ մի քիչ ցածր, բայց գիտեք, ձգտումը լինելու սրա մեջ, փոխվելու, նմանվելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սա յուրահատուկ է եկեղեցուն, սա հավատքի մեջ, սիրելիներ, հավատքը կամ եկեղեցին առանձնացնում աշխարհից։ Միակ կառույցն է, որի մեջ մենք ունենք հնարավորություն փոխվելու եւ ընդունելու այն արժե համակարգը, որը կա երկնքում։ Մենք այսօրվա ծառայությունը ինչպես սկսեցինք, տերունական աղոթքով, չէ՞։ Եվ այդ կետերից մեկը ո՞րն էր։ Հայր մեր, որ երկնքում ես, թող քո անունը սուրբ լինի, չէ՞։ Եվ հաջորդ տողը ինչ էր ասում։ Քո արքայությունը թող գա եւ քո կամքը լինի։ Մենք ուզում ենք գա նրա արքայությունը։ Գիտեք, ոչ միայն վերջնական, երբ որ նա գա եւ իր արքայությունը հաստատի, բայց նրա արքայությունը հիմա, այստեղ, այս վայրում, երկրի վրա, ամեն։ Մենք ակնկալում ենք, չէ՞, այստեղ Տիրոջ փառքը, Տիրոջ արքայությունը։ Ուրեմն մեր ձգտումն է, որ Աստծո արքայությունը գա այստեղ։ Եվ մենք լինենք նրա արքայությունը մեր ներսում կրողները։ Ամեն։ Հիսուսը պատասխանել է այս հարցին։ Եվ պատասխանը սա է, որ հոր արքայությունը, մեր Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի։ Դա արդարություն է։ Էլ ինչ է։ Ուրախություն է։ Խաղաղություն է։ Սուրբ Հոգու ձեռքով։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն, սիրելիներ։ Ամեն։ Փառքը մեր Տիրոջը։ Փիլիպեցիների 2-րդ գլխի 3-ից 9 խոսքերում կարդում ենք, որ չլինի որևիցե բան գրգռումով եւ ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելին համարի։ Միակ ձեր անձերի բաներին մտիկ չտակ, այլ ամեն մեկը իր ընկերի բաներին էլ։ Ձեր ամեն մեկը թող այն մտածի, որը Քրիստոս Հիսուսումն էր, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այսինքն իր անձը չբարձրացրեց, իր փառքը չմեծարեց, թեև Աստված էր, եւ եթե դա աներ էլ նրա համար մեղք չէր, բայց երկրի վրա մեզ ցույց տվեց օրինակ, սիրելիներ, ինչպես մենք պետք է ապրենք, ամեն։ Ասում է, որ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարկանց նման լինելով, կերպարանքով մարդի պես գտնվելով, իրան խոնարեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ, եւ այն էլ խաչի մահ։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որը ամեն անունից բարձր է։ Ամեն։ Տեսեք խոնարհությունը ինչ բարձրունքի է տանում մեզ, սիրելիներ։ Տեր Հիսուսը ցույց է տալիս մեզ ճանապարհը։ Աստված սիրում է խոնարհներին եւ Աստված բարձրացնում է խոնարհներին։ Մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջ, որ ասում է Աստված դեմ է հպարտներին, բայց բարձրացնում է խոնարհներին։ Ամեն։ Մի պատմություն կա։ Մի թագավոր, ով չուներ ժառանգ, որոշեց իր թագավորության մեջից ընտրի մեկին, ով իրենից հետո կթագավորի։ Կանչեց ամենախելացի, ամենաերևացող երիտասարդներին եւ նրանց սերմ տվեց։ Հետևյալն էր հրահանգը. տարեք եւ աճացրեք։ Ում ծառը ամենագեղեցիկը կլինի, ամենախոշորը կլինի, ամենաերևացողը կլինի, նա էլ ինձանից հետո կթագավորի։ Անցավ ժամանակներ, սիրելիներ, եւ այդ երիտասարդները վերադարձան։ Ամեն մեկը մի գեղեցիկ, փարթամ, ծառերով, թփերով։ Եվ գիտեք, թագավորը նայեց, ասեց. բոլորինը դե լավն է, բայց նրանց մեջ կար մի երիտասարդ, ով եկել էր դատարկ
դատարկ դույլով։ Բացի այս երիտասարդից բոլորի ծառերը, բոլորի այդ սերմերը, ինչ որ նրանք գցել էին, գեղեցիկ էր, զորավոր էր, բայց թագավորի ուշադրությունը գրավեց այն երիտասարդը, ում այդ դույլի մեջ ոչինչ չկար, եւ հարցրեց. երիտասարդ, քո դույլը ինչի համար է դատարկ։ Երիտասարդը պատասխանում է, ասում է, ով թագավոր, ես ամեն բան արեցի, այն սերմը դու որ ինձ տվեցիր, ջրել եմ, փայփայել եմ, ինձանից ինչ որ հասնում էր ամեն բան արել եմ, բայց չծլեց, այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ, եւ եկել եմ դատարկ դույլով։ Գիտեք, թագավորը կանչում այդ երիտասարդին, ասում է, լսեք, այն սերմերը, որ ձեզ տվել եմ, մինչ ձեզ տալը այդ սերմերը էփել էի ես, եւ այդ սերմերը իրականում չէր կարող ծլել։ Դուք իմ թագավորության մեջ անազնիվ երիտասարդներ եք։ Գիտեք, թանկագիններս, մենք որևիցե բան չենք անում երևալու համար, ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու համար, ում ինչ ցույց տանք։ Ամեն։ Մեր կյանքի փոփոխությունը նախ եւ առաջ մեզ համար է։ Եթե անգամ իմ դույլի մեջ չկա որևիցե սերմ, որ դա ինչ որ բան ցույց կտա, բայց գիտեք, թող Տերը տեսնի ազնվությունը մեր, եւ այդ ազնվությունը ինքը բուկետ է։ Ազնվությունը մենակ չի լինում։ Ազնվությունը իր հետ ունի խոնարհություն, իր հետ ունի համեստություն։ Ազնվությունը երբեք մենակ չի լինում։ Ամեն։ Նա շրջապատված է լավ որակի ընկերներով։ Շատ հաճախ մարդիկ, երբ որ մենք եկեղեցում կամ առհասարակ մենք կարդում ենք Աստվածաշունչը, մենք ուզում ենք անպայման երևացող ինչ որ պտուղ լինի, բայց գիտեք, նախ եւ առաջ խոնարհությունն ու փոփոխությունը մեր սրտի մեջ է տեղի ունենում, սիրելիս, որ այդքան էլ երևացող չի։ Գիտեք, այդ խոնարհությունը կամ փոփոխությունը տեղի է ունենում շատ հաճախ գետնի վրա պարկած, Տիրոջ երեսի առաջ գալով, մեր անձերը նրա առջև ներկայացնելով։ Ամեն։ Դա տեղի է ունենում նախ եւ առաջ որոշման շնորհիվ, ապաշխարության շնորհիվ, որից հետո մենք կտեսնենք ծլեր արձակված, հետագայում կտեսնենք զորավոր ճյուղեր, որ շատերի համար կլինի մխիթարություն, շատերի համար կլինի օգնություն, շատերի համար կլինի զորություն։ Ամեն։ Բայց այդ փոփոխությունը նախ եւ առաջ սկսվում է մեր սրտի մեջ։ Դա նախ եւ առաջ սկսվում է մեր մտքի մեջ, համաձայնությամբ։ Ամեն։ Ես այսօր թանկագիններս կոչ եմ անելու, որ մենք ավելի առաջ գնանք այս որակների հարցում։ Այն խոսքը, որ Տերը տվել է, մենք վերջում ավելի շատ բան կհասկանանք, ինչ է Տերը մեզանից ուզում ստանա։ Երբ որ Տերը խոսքը տալիս էր, իրականում սիրով ընդունում էի, միտքը մտքի հետևից եւ այդ ամենը տալիս էի թղթին, բայց այն խոսքը, որ վերջում տվեց, մխկտացրել է ինձ։ Երբ որ դու տեսնում ես Աստված ինչ է ուզում քեզանից ստանա, երբ որ մենք ասում ենք եկեղեցի եւ մենք ենք նայում եկեղեցուն, Աստծո պատկերացրած կամ նրա ուզած եկեղեցին այլ բան է։ Ամեն։ Եվ այդտեղ մենք ամենքս գործ ունենք անելու, որ Աստծո սրտի ցանկությունը կատարենք, նրա չափանիշները լինի մեր մեջ, որ ավելի փառքով լցվի նրա տունը, սիրելիս։ Փառք Հիսուսին։ Հեզերի համար Մատթեոս 5-րդ գլխի 5-րդ խոսքում գրված է, որ միայն հեզերը կժառանգեն այս երկիրը։ Եթե մենք մեզանում չձևավորենք հեզություն, կարդացին, չէ, որակներից մեկը հեզությունն է, ինչպես մենք թագավորենք Աստծո հետ, ինչպես նրա թագավորության մեջ մենք լինենք, նրա սենց ասած կառավարության անդամ, չէ, որ մենք չենք կրում այդ արժեքները, իսկ եթե չկրենք այդ արժեքները, Աստված արդյոք թույլ կտա նրա հետ թագավորել։ Աստված փոփոխություն է անում մեր ներսում հիմա։ Մեզ այստեղ է ձևավորում որպես նրա թագավորության, նրա կառավարության անդամներ։ Ամեն։
Եվ մենք պետք է այստեղ ձևավորվենք, սիրելիներ։ Այո, փորձություններ կլինեն, ոտքդ կտրորեն, քեզ կնեղացնեն, բա ինչպես փորձվի քո որակը։ Կողքիդ նստածը ընենց բան կանի, որ կարող է ապշես։ Բա որտեղ ձևավորվի մեզանում սերն ու բարությունը, ժուշկալությունը։ Ամեն։ Մենք մեկս մեկով ենք շինվում, մեկս մեկից տաշում ենք։ Քիչ առաջ այստեղ հրաշալի էր, չէ՞, փառաբանության թիմը։ Դուք նկատել եք, որ երաժիշտները նույն նոտայի մեջ են նվագում։ Գիտեք ինչի համար էր գեղեցիկ։ Որովհետև այստեղ ամեն մեկը իր իմացած երգը չէր երգում, եւ երաժիշտները չէին նվագում այդ պահին ինչ իրանց մտքով անցներ։ Գեղեցիկ էր, որովհետև միաբանություն կար երաժշտության մեջ, երգեցողության մեջ։ Բոլորը երգում էին նույն տակտի մեջ։ Ամեն։ Եվ սրանով է գեղեցկությունը երևում, թանկագիններս, երբ որ մենք միաբան ենք։ Մենք ամեն մեկս չենք անում մեր իմացածը, մեր ուզածը, այլ մենք թույլ ենք տալիս որպես հավաքական թիմ Աստծո, որպես եկեղեցի, թույլ ենք տալիս, որ մեր դիրիժորը լինի Աստված։ Ամեն։ Հովի միջոցով։ Որովհետև Աստված չի անարգում կարգը եւ Աստված օծել է առաջնորդ այստեղ, ամեն։ Եվ եթե մենք թույլ ենք, որ այդ օծությունը կպնի մեր կյանքին, առաջնորդի մեզ այդ օծությունը, գեղեցիկ կլինի ամեն բան, թանկագինս։ Աստծո տան մեջ, առհասարակ Աստծո հետ փոխհարաբերությունների մեջ ամեն ըմբոստությունը, ամեն հակառակությունը միայն մեզ է վնասում, ուրիշ ոչ մեկի։ Ուրիշները դրանից կշինվեն, ուրիշները դրանից դաս կքաղեն, ուրիշների մոտ կձևավորվի հետաքրքիր լավ պտուղներ, բայց գիտեք, մեր հակառակությունը միայն մեզ է վնասում։ Հիշենք Իսրայելից դուրս եկած, կներեք, Եգիպտոսից դուրս եկած Իսրայելի ժողովուրդը, անապատում ինչքան նրանք փորձեցին ընդդիմանալ Աստծուն, նրա ճանապարհներին, նրա կամքին, այնքան ավելի վատ եղավ նրանց համար։ Բայց հավատարիմները հասան Քանանի երկիր։ Հավատարիմները ստացան խոստումը, ամեն։ Հավատարիմները տեսան այն ամենը, ինչ Աստված խոստացել էր։ Մենք նպատակ ունենք մտնելու երկնային արքայություն եւ Տիրոջ հետ թագավորելու երկրի վրա։ Ունենք թե ոչ։ Ես ունեմ։ Գիտեք, ընենց թույլ տվեք սենց ընտանեկան խոսամ։ Ընենց սպասում ունեմ, ընենց հավես ունեմ։ Ես գիտեմ, ինչ որ բաներ հիմա զոհելով, ես դրանք ցանում եմ արքայության մեջ, ես դրանք ցանում եմ ապագայի մեջ, ամեն։ Ինչ որ բաներ ես այստեղ ցանում եմ հանուն նպատակի, եւ այդ նպատակը Տերը կարդարացնի։ Աստծո խոսքն ասում է, Աստված իրեն հուսացողներին ամոթով չի թողնում, ամեն։ Եվ մենք այստեղ ենք փոփոխություն կրում, սիրելիներ։ Փառք Հիսուսին։ Երբեմն իրավիճակները մեզ ցույց են տալիս իրականում ինչ կա մեր ներսում։ Եվ եթե հայտնաբերում ես մի բան, որ գոնե այս 7 կետերին չի համապատասխանում, ինքդ քեզ համար ասա. պիտի փոխվեմ։ Կողքինիդ մի ասա։ Ինքդ քեզ ասա պիտի փոխվեմ։ Ամեն։ Կողքինիդ մի ասա, բայց ախր ամեն դեպքում բարկացրեցիր, էլի։ Բայց ամեն դեպքում դու բարկացար։ Կողքինիդ մի ասա, էլ չանես այտենց բան, թե չէ բարկանում եմ։ Շնորհակալություն ասա, որ քեզ ցույց տվեց իրականում ինչ կա քո ներսում։ Ամեն։ Տրտունջների ժամանակ ինչ որ մեկին մի մեղադրի թե խիչ կա։ Երբ որ խնդիրներ կան, իրավիճակներ կան, շնորհակալություն ասա, որի մեջ կարաս գոհություն ձևավորես, որի մեջ կարաս շնորհակալ սիրտ ձևավորես, եւ Աստված քեզ այդ վիճակից անելու է, սիրելիս։ Հակոբոս 5-րդ գլուխ 7-9 խոսքերը։ Արդ եղբայրներս, երկայնամիտ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատվական պտղին։
Մինչև որ առաջին եւ վերջին անձրևը առնի։ Երկայնամիտ եղեք դուք էլ, հաստատեցեք ձեր սրտերը, որ Տիրոջ գալուստը մոտեցել է։ Մի հառաչեք իրար դեմ, եղբայրներ, որ չդատվեք, ահա դատավորը դրան առաջին կանգնած է։ Ամեն։ Տեսեք Հակոբոս եղբայրը մեզ ինչ է ասում։ Երկայնամիտ եղեք, այսինքն ունակ եղեք հեռուն տեսնելու, հեռվի մասին պլանավորելու։ Եվ մի ապրեք միայն ներկայով, որովհետև մենք ունենք լավագույն խոստումները Տեր Հիսուս Քրիստոսով։ Եվ այդ ամենը տրված է մեզ։ Աստված շատ հստակ եւ բազում տեղերով մեզ ասում է, սիրելիներ, որ նա մեզ ընտրել է որպես քահանայական ազգ, որպես թագավորություն, որպես սեփական ժողովուրդ։ Եվ դրա համար մենք պետք է պատրաստվենք։ Մենք պետք է նորոգվենք։ Մենք պետք է դառնանք նրա նման։ Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ամեն։ Այսպես է ասում Տերը մեր։ Եվ Հակոբոս այստեղ մեզ օգնում է, ասում է երկայնամիտ եղեք մինչև նրա գալուստը, եւ խոսքից մենք հասկանում ենք, վերջաբանը սա է, նրա գալուստը մոտ է։ Ամեն։ Մենք մեր անձերը կերտենք, պատրաստենք այն քարտաշների նման։ Ոչ թե դե զբաղմունք է, ոչ թե դե չես տեսնում քար եմ տաշում։ Չէ, մենք եկեղեցի ենք սարքում։ Մենք եկեղեցի ենք սարքում։ Մենք Աստծո մարմինն ենք ձևավորում։ Ես Քրիստոսի մարմնի մի մաս եմ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ ուզում եմ խոսել այդ հիմնասյուների մասին, որը եկեղեցին պետք է պահի։ Որոնք են դրանք։ Մեկ մարմին, մեկ հոգի, մեկ հույս, մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Աստված եւ Հայր։ Սրանք եկեղեցու սյուներն են, սիրելիս, եւ այս հենասյուները խախտել չի կարելի։ Երբ որ մարդիկ ասում են աղանդը այս սյուներից, այս 7 սյուների բացակայության դեպքում է լինում։ Աղանդ նշանակում է աղավաղված, աղանդ նշանակում է վարդապետությունից շեղված։ Աղանդը դա միայն կրոնական տերմին է եւ միայն հնարավոր է դա օգտագործել վարդապետության միջոցով։ Ամեն։ Թանկագիններս, աղանդը կարա լինի գլոբալ, կարա լինի շատ փոքր։ Եթե ես լինելով ճիշտ եկեղեցու մեջ, այս 7 հենասյուներից մի քանիսը իմ համար զանց եմ արել, եկեղեցին ճիշտ է, բայց ես աղանդավոր, որովհետև ես չհասկացա եւ չապավինեցի այն վարդապետությանը, որ եկավ առաքյալներից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Ամեն։ Մենք պետք է այս 7 սյուների վրա հենված սրանց վրա աճենք եւ զարգանանք։ Մեզ համար կա մեկ մարմին, դա Քրիստոս Հիսուսի մարմինն է, դա եկեղեցին է։ Առաջին Կորինթացիների 12-րդ գլխում սրա մասին խոսվում է, սիրելիս։ Եվ գիտեք ինչ է ասում Տերը։ Առաջին Կորինթացիների 12-րդ գլուխ 27-րդ խոսք։ Պողոս առաքյալը եկեղեցուն անվանում է Քրիստոսի մարմին, ասում է արդ դուք Քրիստոսի մարմինն եք եւ մեկ նրա անդամները։ Գիտես, մեզանից ամեն մեկս այստեղ ինչպես Պողոս առաքյալն ասում, ամեն մեկս մեկ մենք նրա անդամներն ենք։ Ամեն, մենք Քրիստոսի մարմինն ենք։ Մենք ունենք մեկ մարմին, մեկ հոգի, Սուրբ Հոգին է մեր մեջ։ Մեկ հույս։ Կողոսացիների թուղթը առաջին գլխի 1-3 խոսքերում խոսում է այս հույսի մասին։ Կողոսացիների թուղթ առաջին գլուխ 3-5 խոսքերը։ Գոհանում եմ Աստվածանից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորից ամեն ժամանակ ձեզ համար աղոթք անելով, երբ լսեցինք ձեր հավատքը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա է, եւ սերը, որ դեպի ամեն սրբերն ունեք։ Այս հույսի համար, որ պահվում է ձեր համար երկնքում, որի համար առաջուց լսեցիք ավետարանի ճշմարիտ խոսքովը։ Լսում եք թանկագիններս ինչ ասում մեր սիրելի Պողոս եղբայրը։
Այն հույսի համար, որ պահվում է ձեզ համար երկնքում, որի համար առաջուց լսեցիք ավետարանի ճշմարիտ խոսքովը։ Մենք, երբ որ լսեցինք ավետարանը, ինչ հույս կար դրա մեջ, որ կա հավիտենական կյանք, չէ՞։ Մեր փրկության հիմքը դա չի, որ կա մեռելների հարություն, որ կա Քրիստոսի երկրորդ գալուստ, որ կա հազարամյա թագավորություն, որ Տերը կվերականգնի այն, ինչ ինքը սկզբից ստեղծել էր։ Երկիրը կնորոգվի, կենդանական աշխարհը կնորոգվի, եւ բոլոր արդարները, այն մարդիկ, ովքեր ապրեցին Տիրոջ խոսքի պես, ընծայվեցին Տիրոջ թագավորության համար, նրանք Տիրոջ հետ կթագավորեն։ Չէ՞ որ այս հույսն է սիրելիներ մեզ պահում, եւ սա եկեղեցու 7 հենասյուներից մեկն է։ Պողոս առաքյալն ասում է, եթե չկա հարություն, ուրեմն մեր հավատքն ունայնն է։ Ամեն։ Մենք ապրում ենք այս հույսով։ Եվ գիտեք, շատ եղբայրներ եւ քույրեր ունենք, որոնց մենք արդեն ճանապարհել ենք երկինք, նրանք ննջել են։ Բայց այս հույսը մեզ մխիթարում է, այս հույսը մեզ տեսիլք է տալիս եւ մենք գիտենք, որ շուտով կհանդիպենք նրանց։ Ամեն։ Եվ Տիրոջ ներկայության մեջ մենք պիտի վայելենք այս երկիրը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մեկ Տեր Հիսուս Քրիստոս։ Գործք առաքելոց 4:12-ում ասվում է, որ մենք ունենք միայն մեկ Տեր։ Եվ այդ Տիրոջ անունն է Հիսուս Քրիստոս։ Մեկ հավատք հիմնված Քրիստոսի վրա։ Մեկ մկրտություն, որով մկրտվում ենք մենք։ Եվ մեկ Աստված եւ Հայր։ Մաղաքիայի 2-րդ գլխի 10-րդ խոսքում ասում է մեր Հայրը մեկն է։ Ամեն։ Մենք հավատում ենք։ Եա հավատում ենք եւ ապրում ենք սիրելիներ։ Հենց այս խոստումների եւ հենց այս արժեքների համար։ Ամեն։ Խնդրեմ, որպեսզի մենք հիմա իրար հետ բացենք Եփեսացիների 2-րդ գլուխ եւ ընթերցենք 19-րդ խոսքից։ Ուրեմն այսուհետև այլևս օտար եւ պանդուխ չեք, այլ սրբերի հետ քաղաքացիներ եւ Աստծո ընտանիքներ, առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճարտերով, որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգով։ Տեսնում եք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ուրեմն այսուհետև մենք այլևս օտար չենք եւ պանդուխ չենք։ Մենք իրար հետ թանկագիններս որպես եկեղեցի մենք իրար հետ շինվում ենք, իրար հետ կառուցվում ենք, որպես ինչ։ Աստծո խոսքը ինչ է ասում, որպես ինչ։ Ուրեմն այսուհետև այլևս օտար եւ պանդուխ չեք, այլ սրբերի հետ քաղաքացիներ եւ Աստծո ընտանիքներ, առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է։ Հարմարված աճում է։ Ամեն։ Նորից եմ ուզում ասել, հարմարված աճում է։ Մի ասա, այս մարդը իմ ճաշակով չի։ Այս մեկի բոյը մի քիչ կարճ է, մեկը մի քիչ բոյով է։ Գիտես, մենք չենք ընտրել իրար, Տերն է ընտրել։ Ամեն։ Եթե Տերն է բերում, մենք ով ենք, որ ասենք, սիրելի Տեր, էսում ես դու վաբշե բերել։ Կներեք այս արտահայտությանս համար։ Եթե Տերը նրան սիրեց, եթե Տերը նրան գնեց, վճարեց այն գինը, որ իմ համար էլ է նույն գինը վճարել։ Ես ով եմ, որ ասեմ Տեր, այս մեկը սրտովս չի։ Կլինի ուղարկես ուրիշ եկեղեցի, գոնե։ Չէ, միգուցե հենց ինքը քո փուշն է, որ բան փոխվի քո մեջ։ Ամեն։ Գոնե եթե էլ բան չկա փոխվելու, գթասրտությունը ոնց որ կա փոխվելու։ Որովհետև եթե մենք ինչ որ մեկի համար կմտածենք, դե կարևորը այստեղ չգա, թող դժոխք գնա։ Բա ուր մնաց մեր սերն ու Աստված պաշտությունը։ Ամեն։
Մենք պիտի ջանանք, սիրելիներ։ Մենք պիտի ամեն մեկի համար մեր սրտի մեջ ունենանք գթասրտություն, որ մարդիկ փոխվեն, գան աստվածային ճշմարտության գիտությանը։ Ամեն։ Եվ շարունակության մեջ ասում է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով։ Նպատակը որն է, որ լինենք սուրբ տաճար Տերով։ Որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգով։ Ամեն։ Ես մասնիկն եմ Աստծո տան։ Ես մասնիկն եմ Աստծո տան։ Գիտեք, ես մի պահ որ մտածում եմ, Տեր, ախր եթե հանկարծ ես չլինեմ քո մեջ, մենք հասկանում ենք, մենք պատկերացնում ենք առջևում ինչ կա, հավիտենական կրակի լիճ կա, չարչարանք կա։ Եվ գիտեք, այն ինչից մեզ Աստված փրկեց, դա գոհություն է առաջացնում, որովհետև ես մեղավոր մեկն էի, բայց Աստված ինձ հենց այդպես մեղավոր վիճակում գտավ։ Եվ նա ինձ սրբեց ու մաքրեց։ Ուր գնամ նրանից։ Պետրոս առաքյալն ասեց, Տեր, շատերը քեզանից գնում են, ընենց բաներ ես խոսում, որ մարդկային մտքին հակասող է։ Տեր Հիսուսն ասեց, Պետրոս, դու էլ գնա։ Ասեց, ախր ուր գնամ, Տեր, կյանքի խոսքեր ունես։ Ամեն։ Թանկագիններս ուր գնանք ախր։ Տերը կյանքի խոսքեր ունի, կյանքի ճանապարհներ ունի։ Եվ մենք ուզենք, թե չուզենք, ունենք մեկ ճանապարհ։ Չկա այլ ճանապարհ։ Նորոգվել Տիրոջ մեջ, սրբանալ Տիրոջով, ընդունել նրա էությունը մեր կյանքի մեջ, Սուրբ Հոգին աշխատում է թանկագինս, որ այդ փոփոխությունը մեր կյանքի մեջ տեղի ունենա, ամեն, որ այդ փոփոխությունը մեր կյանքի մեջ տեղի ունենա։ Եվ գիտեք, մենք հիմա ինչի մասին խոսում ենք, այսօր առավոտյան Տերը ցույց տվեց դրա օրինակը 5 կտակարանի մեջ։ Ինքը ինչպես է ուզում մենք փոխվենք։ Ինչ է մեզանից Աստված ակնկալում։ Գիտեք, երբ որ կարդացի այս առավոտ 5 կտակարանը ելից գիրքը, Տիրոջ ներկայությունը նենց ուժեղ կպավ ինձ։ Նախ ներկայացնեմ, որ ելից 36-րդ գլխից մենք սկսում ենք ընթերցել, թե ինչպես է Մովսեսը Տիրոջից ստացած պատվիրաններով, թե ինչպես պետք է խորանը կառուցի, սկսում է խորանի կառուցումը։ Գիտեք, նա 40 օր գրված է, որ Սինա լեռան վրա Աստծո ներկայության մեջ էր, եւ Տերը նրան ցույց էր տալիս, թե ինչպես եւ ինչ նյութերից պիտի կառուցվի Աստծո խորանը։ Ամեն։ Կարող ենք մի փոքր հատված կարդալ 36-րդ գլխի առաջին խոսքից եւ ամբողջ այս գլուխները մինչեւ 40-րդ գլուխ նկարագրում է, թե ինչպես Աստված իմաստությամբ օծեց մարդկանց, որ կառուցեն։ Բոլոր այն դետալները, վարակույրները, զոհասեղանը, փայտերի տաշվածքը, խորանը, ինչպես դա պետք է կառուցվի։ Եվ ասում է Արին Բեսելեի ու Ողիաբը եւ ամեն սրտով իմաստուն եղողները, որոնց Տեր Աստված իմաստություն եւ հանճար տվեց, որ գիտենան սրբարանի պաշտոնի ամեն կերպ գործքերը անել։ Տերը Տիրոջ բոլոր պատվիրացի պես։ Եվ Մովսեսը կանչեց Բեսելեին եւ Ողիաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողներին, որի սրտի մեջ Տերը իմաստություն դրավ, այսինքն ամեն մեկը, որի սիրտը փափագում էր գործին մոտենալ, որ գործի նրան։ Եվ առամ Մովսեսից բոլոր ընծաները եւ Իսրայելի որդիքը բերեցին սրբարանի պաշտոնին գործը անելու համար։ Եվ նրանք տակավին ամեն առավոտ կամավոր ընծաներ էին բերում նրանց մոտ եւ սրբարանի ամեն գործ անող բոլոր իմաստուն մարդիկը ամեն մեկը եկավ իր գործից, որ անում էր։ Եվ խոսեցին Մովսեսի հետ ասելով. ժողովուրդը ավելի է բերում, քան թե պետք էր այս գործի համար, որ Տերը պատվիրել էր շինել։ Եվ Մովսեսը պատվիրեց քարոզ կարդալ Աստծո ժողովրդի մեջ ասելով. այլևս ոչ մարդ, ոչ կին, մի գործ
Այսինքն սրբարանը կառուցելու համար ոչինչ այլևս մի բերեք, բավական է, լրացված է, առատություն է։ Գիտեք, իրենց ձեռքերը, թևերը մերկացրել էին Տիրոջ գործը գործելու համար։ Եվ ամեն մեկը սրտանց իր ունեցվածքից բերել էր, որ ընծայր Տիրոջ տունը կառուցեին, որի համար Աստված խոստացել էր, որ իր ներկայությունը կիջնի։ Մենք այստեղ հավաքված ենք, սիրելիներս, Տեր Հիսուսի անվան պատճառով։ Տեր Հիսուսն ասեց, որտեղ երկուսը երեքը կհավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Մենք չենք հավաքվել այստեղ զվարճանալու, թեպետ եւ կարող ենք զվարճանալ, որովհետեւ Տերը ուրախացնում է մեր սիրտը, բայց գիտեք, մենք այստեղ ենք, որովհետեւ Տիրոջ փառքը կա այստեղ։ Որովհետեւ Տերն է ուզում, որ մենք այստեղ լինենք։ Եվ այո, մենք ամենքս մեր ձեռքից եկած անում ենք, որ Տիրոջ խորանը, Տիրոջ տունը կառուցենք։ Եկեղեցին զորանա, եկեղեցին ամրապնդվի, եկեղեցին օրինակի համար նյութականի, ֆինանսականի պատճառով ստիպված չլինի ավելի փոքր դահլիճ վարձակալի, ավելի վատ տեխնիկայով փառաբանենք։ Գիտեք, մեր նյութականը, մեր զոհաբերությունները, մեր նվիրատվությունները օգնում է, որ եկեղեցին ավելի զորանա, եկեղեցին ավելի կարող դառնա։ Ամեն։ Բայց սա մի մասն է։ Սա ընդամենը մի մասն է, սիրելիս։ Ում է պետք շքեղ դահլիճը, լավ տեխնիկան, եթե մեր սրտերը ամբողջությամբ պատրաստ չի նրա փառքն ընդունելու։ Սա ոչինչ է։ Եվ Աստված չի գալիս հանուն տեխնիկայի եւ հանուն դահլիճի, Աստված գալիս է հանուն քո սրտի։ Այն մարդկանց հանուն, որոնք անկեղծ Տիրոջ անունն են կանչում։ Ամեն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, Աստված օծել էր մարդկանց եւ նրանք հոժարությամբ անցան Տիրոջ խորանը կառուցելու։ Ժողովուրդը բերում էր ընծաներ։ Մովսեսը պատվիրել էր, որ Տիրոջ տունը սկսում ենք կառուցել։ Ով ինչ ունի, ինչ կարաս բերես Տիրոջ համար, եւ թվարկել էր ինչեր է պետք։ Մեկը փայտ էր բերում, մեկը թել էր բերում, մեկը իր ոչխարներն էր խուզում եւ բուրդը մանում էր, թելն էր բերում։ Մեկ ուրիշը միգուցե կերակուր էր պատրաստում աշխատող Տիրոջ տան աշխատողների համար, որ կերակրեր։ Մեկ ուրիշը ուղակի միգուցե ոչինչ չուներ, գալիս էր եւ ասում էր. ես կարող եմ ձեզ օգնել։ Ահա իմ բահը իմ հետ է։ Գիտեք, եւ 36-րդ խոսքից սկսած կարդացեք տանը, խնդրում եմ։ Ես հավատում եմ, որ Տերը շատ բան ունի սրա մեջով խոսալու մեզ հետ։ Եվ ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք ձեր շենքն ունենաք։ Միգուցե այսօր մարգարեական հիմնաքարը դրվում նույնպես դրա համար, եւ Աստված բարձրացնում է եկեղեցին։ Ամեն։ Ժողովուրդը հավաքվեց եւ արեցին այնպես, ինչպես Տերն ուզում էր։ Մենք շարունակության մեջ կարդում ենք, սիրելիներ, որ ամեն մեկը իր սրտինը դնելով հասան մի վիճակի, որ Մովսեսը ստիպված եղավ ասի ժողովուրդ հերիք հայլ մի բերեք, բավական է, թող հիմա միայն աշխատեն արհեստավորները։ Եվ կարդալով 36-րդ գլխից կարդում ենք, թե ինչպես էին պատրաստում ամեն դետալը։ Շարունակելով գալիս հասնում ենք 40-րդ գլուխ, սիրելիներ։ Աստծո խոսքն ասում է. ժողովքի վրանը մտնելիս եւ սեղանին մոտենալիս լվացվում էին, ինչպես որ Տերը Մովսեսին պատվիրել էր։ Եվ խորանի ու սեղանի շուրջը սրահ կանգնեցրեց։ Եվ սրահի դրանը վարագույր դրավ։ Այսպես Մովսեսը բոլոր գործերը վերջացրեց եւ մի ամպ ծածկեց ժողովքի խորանը։ Գիտեք, սրանից վերև շատ տողերի մեջ բազմաթիվ անգամ մի բան ես կարդում։
Գիտես ինչ են կարդում։ Կարդամ մի քանի տող։ 23-ից կարդանք։ Տեսեք ինչա գրված։ Եւ նրա վրա շարվեց հացերը։ Արդեն կառուցել են, զոհասեղանները դրել էին։ Կարելի ասել վերջի շտրիխներն էին տալիս։ Ասում է եւ նրա վրա շարվեց հացերը, շարվեց Տիրոջ առաջին, ինչպես որ Տերը Մովսեսին պատվիրել էր։ Եվ աշտանակը դրվեց ժողովքի վրանի մեջ, սեղանի դիմաց, խորանի հարավային կողմին։ Եվ Տիրոջ առջևի ճրագները վառեց, ինչպես որ Տերը Մովսեսին պատվիրել էր։ Եվ ոսկի սեղանը դրվեց ժողովքի վրանի մեջ, վարագույրների առաջին, եւ նրա վրա անուշահոտ խունկ ծխեց, ինչպես որ Տերը Մովսեսին պատվիրել էր։ Եվ խորանի դրանը դրավ սրահակը, եւ խորանի, այսինքն ժողովքի վրանը դրան մոտ դրավ ողջակեզի սեղանը, եւ նրա վրա ողջակեզ ու հացի ընծաներ մատուցեց, ինչպես որ Տերը Մովսեսին պատվիրել էր։ Եվ ավազանը դրավ ժողովքի վրանի եւ սեղանի մեջտեղը լվացվելու համար ջուր ածեց։ Եվ նրանցից լվացվում էին Մովսեսը եւ Ահարոնը եւ նրա որդիքը իրենց ձեռքերը եւ իրենց ոտքերը։ Ժողովքի վրա մտնելիս եւ սեղանին մոտենալիս լվացվում էին, ինչպես որ Տերը Մովսեսին պատվիրել էր։ Խորանի ու սեղանի շուրջը սրահ կանգնեցրեց եւ սրահի դրանը վարագույր դրեց, այսպես Մովսեսը բոլոր գործերը վերջացրեց, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Եվ գիտեք ինչա լինում սրանից հետո։ Ասում է եւ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը, եւ Տիրոջ փառքը լցրեց խորանը, եւ Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը, որովհետեւ ամպը նրա վրա նստել էր եւ Տիրոջ փառքը լցրել էր խորանը։ Փառք Հիսուսին։ Գիտեք երբ է Տիրոջ փառքը գալիս, երբ որ մենք նրա պատվերներին ականջ ենք տալիս, սիրելիս, եւ անում ենք այնպես, ինչպես Տերը պատվիրել է մեզ։ Ամեն։ Երբ որ Տերը բանը խոսում, մենք ականջ պիտի դնենք։ Մենք այսօր կարդում ենք Տիրոջ խոսքը, ինչպես պետք է լինի Աստծո մարդը։ Ինչպես պետք է լինի քրիստոնյան, որպես կենդանի քար եկեղեցու մեջ։ Եվ մենք կարդում ենք նույնպես, որոնք են եկեղեցու հենասյուները, որոնց վրա մենք կառուցվում ենք։ Ամեն։ Փառք Հիսուսին սիրելիս։ Թող Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ համար, ինչպես Տերը պատվիրել է, այդպես լինի, եւ մենք կառուցվենք նրա պատվերի պես։ Մենք ուզում ենք տեսնել Տիրոջ փառքը։ Փառք ամենակարողին։ Սա մի եկեղեցի է թանկագինս։ Փառք Տիրոջը, սա մի եկեղեցի է, որը քայլում է Աստծո խոսքով, Աստծո զորությամբ, եւ մենք իրար հետ հարմարվելով կառուցվում ենք։ Ամեն։ Մենք իրար հետ ձուլվելով կառուցվում ենք, ինչպես նա է պատվեր տվել։ Մարդկային հպարտությունը ինքը շատ վատ բան է։ Հպարտությունը երբեք թույլ չի տա մենք կոտրվենք։ Երբեք հպարտությունը թույլ չի տա անձդ մի քիչ իջացնես։ Մերժիր հպարտությունը։ Մերժիր հպարտությունը, ընդունիր Տիրոջ խոնարհությունը։ Եվ թույլ տուր թող ներսդ փոխվի։ Ամեն։ Ես կխնդրեմ, որպեսզի ոտքի կանգնեք, գա մեր փառաբանության թիմը։ Ով ազգում այստեղ Տիրոջ ներկայությունը։ Տերը ներկա է թանկագինս։ Գիտես Տերը ներկա է, որ մեր մեջ հիմա իր հոգու ձեռքով բան փոխի։ Եկեք փափուկ լինենք։ Եկեք թույլ տանք թող Տիրոջ ձեռքը մեր վրա աշխատի, ամեն։ Մեր մտքի, մեր սրտի վրա աշխատի։ Եվ ես համոզված եմ, որ մենք կտեսնենք ավելի ու ավելի Տիրոջ փառքը։ Ինքս ուզում եմ Տիրոջ փառքն ավելին տեսնեմ։ Ինքս ուզում եմ, սիրելիս, քայլեմ ճանաչողության նոր մակարդակի մեջ։
Ինքս ուզում եմ Տիրոջ զորությունը նորովի ապրեմ, վերապրեմ։ Ես է Տիրոջ կարիքն ունեմ։ Եվ այն ինչ այսօր ես այստեղից խոսում եմ, սա չի վերաբերվում միայն ձեզ, եկեղեցուն, եկեղեցու մի մասն էլ ես եմ։ Մենք ունենք կարիքը, ամեն, մենք ունենք կարիքը, որ Տիրոջ փառքը տեսնենք, եւ մեզանից ամեն մեկս պետք է նախանձախնդիր լինի, որ անի այնպես, ինչպես Տերը պատվիրել է։ Ամեն, ինչպես է Տերը պատվիրել։ Եկեք հիշենք այս 7 կետերը, ինչ է Տերը մեզանից պատվիրել։ Խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, համբերություն, սեր, ջանք, խաղաղություն, ամեն, և սրանք մենք ունենալով ավելի կբարձրացնենք մեզ, ավելի կմոտեցնենք մեզ Տիրոջը, Տիրոջ փառքը մեզ վրա կլինի ավելի շատ սիրելիներ, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Մենք հիմա իրար հետ աղոթք ենք անելու եւ խնդրելու ենք Տիրոջը, որ մեզ ձևավորի։ Ես ուզում եմ։ Ես կանգնած հիմա այստեղ եւ սա թող ինձանից հնչի որպես խոստովանություն։ Տեր, ես ուզում եմ։ Ես ուզում եմ փոփոխություն։ Ես ուզում եմ ավելի սրբվեմ, ավելի մտերմանամ քեզ հետ, Տեր։ Բնավորությանս, մտածողությանս, սրտիս մեջից ամեն օտար խորհուրդները, որոնք խանգարում են, որոնք հանդիսանում են իմ եւ քո մեջ պատնեշ, թող ուղղակի հեռացվի, Տեր։ Խոնարհաբար գալիս են քո առջև մեր սիրելի Հայր, մեր Թագավոր, մեր Տեր։ Մենք խնդրում ենք, Տեր, ձևավորիր մեզանում քո էությունը։ Սուրբ Հոգի կերտիր մեզանից, Տեր, քեզ հնազանդ, անկեղծ մաքուր զավակներ։ Մեր պարծանքը դու ես։ Քո խոսքն ասում է, ով պարծենում է, թող քեզ ճանաչողությամբ պարծենա, Տեր։ Մենք ուզում ենք իմ Աստված մեզ լավ զգալ, որ քեզ ճանաչում ենք եւ քեզ հետ լավ հարաբերությունների մեջ ենք, Տեր։ Սուրբ Հոգի կպիր մեզ։ Մենք խոնարհվում ենք քո առջև, Տեր։ Խոնարհվում ենք քո մեծության առջև, իմ Աստված, որ դու փոխես մեր էությունը, հեռացնես մեզանից խավարը, թող կա քո ներգործությունը, Տեր, եւ մեզ ունակ դարձրու ամեն մեկիս, ինչպես գրված էր, Տեր, քո ծառաների համար, որոնք կանգնեցին Մովսեսի կողքը իրականացնելու խորանի տեսիլքը։ Տուր մեզ իմաստություն, հանճար գիտություն, Տեր, կարողություն եւ զորություն քո տունը կառուցելու եւ աղոթք ենք բարձրացնում սիրելի արքա այս եկեղեցու համար, որ այս եկեղեցին ունենա սեփական շենք։ Քո հրաշքն ենք հռչակում, Տեր, քո մեծությունը, Տեր, զորացրու մեր ձեռքերը, որ կարողանանք, Տեր, քո անվան համար տուն շինենք։ Եկեղեցին հասցե ունենա, Տեր, մշտական հասցե։ Այդ վայրից, որպեսզի դուրս գա քեզ, քո անվանը, երկրպագություն, փառաբանություն, եւ դա լինի հարատև իմ Աստված։ Մենք բացում ենք հիմա մեր սրտերը, Տեր, մեր մտքերը, որ քո ներգործությամբ դու աշխատես մեզ հետ, Տեր։ Սա չլինի ընդամենը 2 ժամանոց ներգործություն, որ մենք այստեղից, այս դռներից դուրս գանք եւ ամեն բան մեզ համար մոռացվի։ Խնդրում եմ Սուրբ Հոգի ներգործությունդ։ Այն աշխատանքդ, որ հիմա կա այստեղ, որ սա աշխատի մեզ հետ դռներից այն կողմել, մեր առօրյայի մեջ, մեր ընտանիքների մեջ, Տեր, իրար նկատմամբ քաղցր լինենք, սիրով լինենք, համբերատար լինենք, զիջող լինենք, Տեր, երկայնամիտ լինենք, իմ Աստված։ Մեզ նոր որակավորում տուր, Տեր։ Օգնիր, որ իրարով տաշվենք, իրարով կառուցվենք, հարմարվենք, եւ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն սատանայական, ամեն դիվային ծրագրեր, խորհուրդներ եկեղեցու դեմ թող կապված
ու ջախջախված լինի Աստծո որդու անունով։ Մենք հռչակում ենք մեր մեջ Քրիստոսի հաղթանակը, նրա խաչի վրա տարած հաղթանակը, եւ ասում ենք այո, այդ հաղթանակը կփոխի մեր էությունը։ Մենք համաձայն ենք, Տեր, հետևել քո օրինակին։ Մենք համաձայն ենք, Տեր, լինել քո հետևորդը, լինել քո աշակերտը։ Փոխիր մեզ, մեր Աստված, մեր մտքից մինչև ծածուկ խորհուրդները, Տեր, թող փոխվեն, լուսավորվեն, սրբանան իմ Աստված, եւ մենք էլ քո փառքը ավելի ու ավելի վայելենք։ Քո սուրբ անունով քեզ ենք տալիս ողջ փառքը, քեզ ենք տալիս, Տեր իմ Աստված, գոհությունն ու մեծարանքը։ Ամեն։